Դասվեցի ընթացքում, որը կոչվում է «Զինիր ինքդ քեզ», դուք կսովորեք սպառազինվել հոգևոր պատերազմի համար եւ դիտարկել յուրաքանչյուր փորձություն որպես հնարավորություն Քրիստոսի հաղթանակի մասնակիցը դառնալու համար։ Բարի գալուստ 6-րդ դասընթաց։ Այն կոչվում է անկոտրում հոգի, այն զորությունը, որն անհրաժեշտ է երբեք չհանձնվելու համար։ Այս մարդիկ անկոտրում են, նրանք երբեք չեն հանձնվում։ Ինձ դա դուր է գալիս։ Այս դասը վերնագրված է «Զինիր ինքդ քեզ» եւ այն ընդգրկում է գրքի 8-րդ գլխի նյութը։ Դուք կարող եք նստել եւ եկեք անմիջապես սկսենք։ Զինիր ինքդ քեզ։ Ես ցանկանում եմ մի խոսք կարդալ Պետրոսի առաջին թղթից։ Ինձ համար այս խոսքն անչափ թանկ է, քանի որ այն զորավոր ազդեցություն է թողել իմ կյանքում։ Պետրոսն ասում է 4-րդ գլխի առաջին խոսքում. Արդ Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքով զինվորվեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դադարեց։ Ես ցանկանում եմ, որ դուք պատկերացնեք մի ժողովուրդ, որ պատերազմի է գնում առանց տանկերի, ինքնաթիռների, նավերի զենքի, առանց փամփուշտների կամ հրացանների։ Որքան զավեշտալի է։ Ինչ կլինի նրանց հետ պատերազմի ժամանակ։ Արդյոք նրանք կհաղթեն։ Ես հարցնում եմ ձեզ, արդյոք նրանք կհաղթեն։ Նրանք նույնիսկ չեն կարողանա կռվել։ Եվ հազիվ թե կենդանի մնան։ Կարծում եմ նրանցից շատերն անմիջապես կսպանվեն, իսկ մնացածին գերի կվերցնեն։ Թեև դա զավեշտալի է, բայց նույնը կկատարվի նաև այն հավատացյալի հետ, ով զինված չէ չարչարվելու համար։ Սակայն հավատացյալների մեծամասնությունն այդպիսին է։ Ինչու՞։ Որովհետև երբ նրանց կյանքում դժվարություններ են լինում, նրանք զարմանում, տարակուսում եւ շփոթվում են։ Եվ նրանք պարզապես գործում են ըստ իրավիճակի, պատասխան քայլեր ձեռնարկելու փոխարեն։ Դուք ինձ հետ եք։ Պետրոսը գրում է. Եկեք զինվենք չարչարվելու համար այնպես, ինչպես Հիսուսը։ Ինչպես չարչարվեց Հիսուսը։ Միթե նա մեղքի մեջ էր։ Բնավ ոչ, բայց ես համոզված եմ, որ նա ստիպված էր հակառակվել դրան։ Միթե նրան տանջում էին հիվանդությունն ու տկարությունը։ Ոչ, սակայն ես համոզված եմ, որ նա ստիպված էր պայքարել դրանց դեմ։ Միթե նա փող չուներ վճարելու հաշիվները եւ ավարտելու իր առաքելությունը։ Ոչ, բայց ես համոզված եմ, որ նա պետք է հավատար Աստծուն իր ապահովության համար։ Նա փորձվեց ամեն ինչում։ Հիսուսը բախվել է ամեն ինչի, ինչով դուք երբևէ կարող եք անցնել կյանքում։ Ճիշտ է։ Այն հատուկ չարչարանքը, որին հանդիպեց Հիսուսը, ըստ Պետրոսի գրքի համատեքստի, անարդար վերաբերմունքներ հատկապես իշխանություն ունեցող մարդկանց կողմից։ Կարծում եմ, սա չարչարանքի բարձրագույն մակարդակն է, որի մասին խոսում է նոր կտակարանում։ Այսպես էր չարչարվում նաև Պողոսը։ Նրանք քարկոծեցին ու մտրակեցին 5 անգամ, 3 անգամ ծեծեցին փայտերով, նա վտանգված էր իր հայրենակիցներից, օտար մարդկանցից եւ կեղծ եղբայրներից։ Նրան չարախոսում էին, ծաղրում, նրա հետ անարդար էին վարվում, նրա մասին ստում էին, նրան վիրավորում եւ կեղծ մեղադրանքներ էին ներկայացնում։ Այս ցուցակը կարելի է շարունակել, սակայն նա զգուշացնում է. ամենը, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել, բոլորդ ասեք, աստվածապաշտ։ Քրիստոս Հիսուսում հալածանք պիտի կրեն։ Այնպես որ եթե դուք ցանկանում եք ապրել աստվածապաշտ կյանքով, ապա հալածվելու եք։ Դուք ինձ հետ եք։ Եթե դուք ապրում եք այս աշխարհի նման, ապա չեք հալածվի, որովհետև դուք չեք գնում նրա հոսանքին հակառակ, իրականում դուք ռազմական գերի եք։ Դուք թշնամու ռազմական գերիների ճամբարում եք։ Դուք չեք պայքարում արքայության համար։ Ես պարզել եմ, որ արքայության գործն առաջ տանող զինվորները գտնվում են ռազմաճակատում, թշնամու գնդակների տարափի ներքո, այլ ոչ թե նստած են գերիների ճամբարում եւ օրը 2 կամ 3 անգամ սնունդ ստանում։ Ամեն։ Այնպես որ եթե դուք անցնում եք դժվարությունների եւ նեղությունների միջով, ապա բարձրացրեք ձեր ձեռքերը եւ ասեք. ես տարածում եմ արքայությունը։ Ամեն։ Հալելույա։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որը լիովին հակառակ է եւ ավելին թշնամաբար է տրամադրված Աստծո արքայության հանդեպ։ Այդ է պատճառը, որ մենք չարչարանք ենք կրում։ Ամեն։ Ես ցանկանում եմ խոսել զինված եւ ոչ զինված մարդկանց միջև եղած տարբերության մասին։ Առևտրային ավիաընկերության օդաչուն 6 ամիսը մեկ պետք է հերթական վերապատրաստում անցնի։ Ինչ է նշանակում հերթական վերապատրաստում։ 2 կամ 3 օրվա ընթացքում նա պետք է մարզվի բարձր տեխնոլոգիական սիմուլյատորով։ Իսկ ինչ է դա։ Դա բարդ կոմպյուտերային համակարգ է, որը հիանալիորեն կրկնօրինակում է օդաչուի խցիկը։ Դրանում նույնպես կա տեսողական համակարգ, որը կրկնօրինակում է ինքնաթիռի արտաքին միջավայրը։ Այդ ծավալուն կոմպյուտերային համակարգն
ամրացված է շարժական հարթակների վրա։ Պարզ ասած, երբ դուք սիմուլյատորի մեջ եք, դուք այն չեք կարող տարբերել իսկական ինքնաթիռից։ Դա այնքան իրական է։ Դուք ինձ հետ եք։ Ինչ է տեղի ունենում սիմուլյատորում։ Այդ 3 օրերի ընթացքում օդաչուները հայտնվում են բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակներում, ուժգին տատանումների, ոչ համընթաց քամու, ծայրաստիճան եղանակային պայմանների, շարժիչի աշխատանքի դադարեցման եւ էներգիայի խափանման, վայրեջքի մեխանիզմի անսարքությունների պայմաններում, եւ սա դեռ ամենի փոքր մասն է։ Այդ օդաչուները կարող են վթարի ենթարկվել սիմուլյատորով, բայց ուշադիր լսեք ինձ։ Վերջապես նրանք գլխի են ընկնում, թե ինչ պետք է անել։ Եվ գիտեք, օդաչուները կանխել են բազմաթիվ ավիավթարներ, որովհետեւ սիմուլյատորով մարզվելու ընթացքում նրանք զինվել էին դրանց դեմ։ Դուք ինձ հետ եք։ Ես հիշում եմ մի ավիավթար, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի դեպքից առաջ, փոքրիկ մարդատար ինքնաթիռում ուղևորների սրահի եւ օդաչուի խցիկի միջև դուր չկար։ Այստեղ կա ինչ-որ մեկը, որ հիշում է դա։ Ես ցույց եմ տալիս, թե որքան տարեց եմ։ Բայց ինչև եք, այն ժամանակներ, երբ ես նստում էի ինքնաթիռ եւ ստիպված էի նայել թռիչքային ուղուն։ Ինչու՞։ Որովհետեւ ինքնաթիռն այնքան փոքր էր, որ օդաչուի խցիկը դուր չուներ, եւ այդ ինքնաթիռներից մեկը վթարի ենթարկվեց։ Սև արկղ վերականգնող թիմն անչափ մտահոգված էր օդաչուների եւ ուղևորների տարբեր արձագանքների պատճառով։ Օդաչուներն ամբողջ այդ ընթացքում խոսում են, կարգավորիչ շարժիչները ստուգիր, բարձրացու թևիկները ստուգիր, իջեցրու անիվները ստուգիր։ Նրանք լիովին վերահասկում էին իրավիճակը, նրանք գործում էին, իսկ ուղևորները գոչում եւ բարձր աղաղակում էին։ Օդաչուները զինված էին, իսկ ուղևորները ոչ։ Ինչ եմ անում այս դասերի ընթացքում։ Ես զինում եմ ձեզ։ Հենց հիմա դուք սիմուլյատորի մեջ եք եւ լցում եք Աստծո խոսքով, որպեսզի իմանաք, թե ինչպես վարվել փորձությունների ժամանակ։ Ես երբեք չեմ մոռանա մի դեպք։ Մի անգամ, երբ ես թռչում էի ծանոթի սեփական ինքնաթիռով, 12000 մետր բարձրության վրա դրամփականը կոտրվեց։ Ու Աստված իմ, դրա ձայնը այնքան բարձր էր։ Ինքնաթիռի օդաչուն ռազմական նավատորմի փորձարկիչ օդաչու էր։ Այդ ձայնը այնքան բարձր էր։ Հանկարծ իջավ դեղին դիմակը, որի մասին միշտ սովորեցնում էին, բայց քեզ թվում էր, որ դու երբեք դրա կարիքը չես ունենա։ Ես հակային եւ խելահեղորեն սկսեցի պայքարել վախի դեմ։ Ես գիտեմ, որ պետք չէր ոչինչ խոսել։ Պետք չէր ասել ոչ մի խոսք։ Պետք էր միայն աղոթել։ Այնպես որ ես սկսեցի աղոթել։ Վախ, դու չես մոտենա ինձ։ Մենք բարեհաջող վայրեջք ենք կատարելու։ Մենք իջնում ենք րոպեում մոտ 2500 մետր արագությամբ։ Այ քեզ զվարճալի ուղևորություն։ Ես հիշում եմ, թե ինչպես նա 12000 մետրից իջավ 4000 մետր բարձրության վրա նույն կերպով։ Այդ մարդն իսկապես որ վերահասկում էր ամեն ինչ։ Նա իջեցրեց ինքնաթիռը եւ ես սկսեցի գովել նրան։ Լսիր, դու հրաշալի ես։ Ահա թե որն է այս ուղերձի նպատակը։ Ես փորձում եմ ռազմական փորձարկիչ օդաչու դարձնել ձեզ։ Ամեն։ Այնպես որ կան բաներ, որոնք մենք պետք է իսկապես իմանանք եւ մեր հոգում պահենք սպառազինված լինելու համար։ Դուք ինձ հետ եք։ Առաջին բանը, որ մենք պետք է իմանանք զինված լինելու համար, հետեւյալն է. նեղություններն անխուսափելի կլինեն։ Հիսուսն ասում է, աշխարհում նեղություն կունենաք։ Այստեղ կրկին հունարեն թլիպսիս բառն է։ Ոչ թե կարող եք ունենալ, այլ կունենաք։ Պարզ ասած, եթե դուք շնչում եք, դուք նեղություն կունենաք։ Ամեն։ You will have tribulation. Amen. Պողոսն ասում է, շատ նեղություններով պետք է մեզ մտնել Աստծո գերագույն իշխանությունը։ Նա կրկին գրում է. չսասանվեք այս նեղություններում, որովհետև դուք ինքներդ գիտեք, որ հենց սրա համար կանգնած ենք։ Մենք ունենալու ենք դժվարություններ ճիշտ այնպես, ինչպես զինվորը պատերազմի ժամանակ։ Ոչ մի փորձառու զինվոր չի գնում կռվի պարտվելու համար։ Կարիք կա կրկին ասելու սա։ Ոչ մի զինվոր, այսինքն լավ զինվոր, չի գնում կռվի պարտվելու համար։ Նա գնում է հաղթելու համար։ Նա տրամադրված է դիմակայել դժվարություններին ու չարչարանքի եւ հասնել հաղթանակի հանուն իր թագավորի եւ իր երկրի։ Սիրելիս, մենք պատերազմի մեջ ենք։ Միթե դուք կարծում եք, որ ձեր կյանքն ավելի հանգիստ էր դառնալու, երբ որոշեցիք հետևել Հիսուսին։ Իսկ գիտեք, որ կան քարոզիչներ, ովքեր հենց այդպես էլ քարոզում են մարդկանց։ Փրկվելուց հետո ձեր կյանքն ուղղակի հեքիաթ կդառնա։ It's going to be a utopia. Ստախոսներ։ Երևի նրանք երբեք չեն կարդացել Հիսուսի խոսքերը։ Հիսուսն ասաց, որ երբ ցանվում է Աստծո խոսքը, փորձություն կամ հալածանք է լինում այդ խոսքի համար։ Ամենից շատ ինձ դուր է գալիս այս խոսքի նոր կենդանի թարգմանությունը։ Հիսուսն ասում է, նրանք խնդիրներ կունենան եւ կհալածվեն,
որովհետև հավատացին խոսքին։ Սիրելիներս, երբ ընդունեցիք Հիսուսին, դուք դարձաք թիրախնեղությունների համար, պարզապես պատրաստվեք դրան, բայց գիտեք ինչ, դուք պետք է սպառազինված զինվորի վերաբերմունք ունենաք։ Ունեցեք այդ վերաբերմունքը։ Դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ես պատրաստվում եմ փառք բերել իմ Թագավորին։ Ամեն։ Երկրորդը, թույլ տվեք ասել հետևյալը. հիշեք, որ դուք բախվելու եք դժվարությունների, բայց կարող եք չկրել ոչ մի պարտություն։ Եվ ամենից ինձ ազատեց Տերը։ Երկրորդ բանը, որ դուք պետք է իմանաք զինված լինելու համար, այն է, որ դուք չեք հանդիպում որևէ նոր բանի, երկրի վրա չկա որևէ նոր բան։ Լսեք, թե ինչ է ասում Աստծո խոսքը առաջին Կորինթացիների 10:13-ում։ Ոչ մի փորձություն կամ գայթակղություն, որ գալիս է ձեր կյանքում, չի գերազանցում այն բաները, որոնց բախվել են այլ մարդիկ։ Դուք միայն պետք է հիշեք, Աստված երբեք թույլ չի տա, որ դուք ձախողվեք։ Նա երբեք թույլ չի տա ձեզ կրել ավելին, քան դուք կարող եք։ Նա միշտ պատրաստ է օգնել ձեզ անցնել դրա միջով։ Աստված իմ։ Շատ մարդիկ արդեն բախվել են այն ամենին, ինչին դուք եք բախվում, եւ նրանք հաղթել են։ Դուք չեք բախվի ինչ-որ բանի, որ գերազանցում է ձեր կարողությունը։ Ահա երկու կարևոր փաստ, որ կա այս խոսքում։ Դուք չեք բախվել ոչ մի նոր բանի, եւ երկրորդը, դուք չեք բախվի ինչ-որ բանի, որ վեր է ձեր կարողությունից։ Today's English թարգմանության մեջ գրված է. Աստված պահում է իր խոստումը, եւ նա թույլ չի տա, որպեսզի դուք փորձվեք ձեր հաստատ կանգնելու զորությունից վեր։ Կարևոր չէ, թե ինչով եք անցնում, Աստված զորություն է տալիս ձեզ հաստատ կանգնելու համար։ Սատանան չունի ազատ մուտ ձեր կյանքում։ Ես կրկին կասեմ դա, նա չունի ազատ մուտ ձեր կյանքում։ Այն հարցակումները, որ նա ծրագրում է, պետք է նախ ստանան ամենակարողի թույլտվությունը։ Սակայն ձեր հայրը երբեք չի ծրագրում փորձություններ ձեր դեմ։ Նա պարզապես թույլ է տալիս դրանք, որպեսզի կարողանաք պարտության մատնել թշնամուն եւ փառք բերել իրեն, ընդլայնելով Աստծո արքայությունը։ Կարիք կա կրկին ասելու սա, կարիք կա կրկին ասելու սա։ Ձեր հայրը երբեք չի ծրագրում փորձություններ ձեր դեմ։ Նա պարզապես թույլ է տալիս դրանք, որպեսզի դուք կարողանաք պարտության մատնել թշնամուն եւ փառք բերել իրեն, ընդլայնելով Աստծո արքայությունը։ Վաղ եկեղեցում կար մեծ գրող Տերտուղիանոս անունով։ Նա վաղ եկեղեցու հայրերից մեկն էր Հյուսիսային Աֆրիկայում եւ ապրում էր մեր թվարկության 160-ից 230 թվականներին։ Ես ցանկանում եմ, որպեսզի լսեք, թե ինչ է նա գրել։ Այժմ ուշադիր լսեք, որովհետեւ այս մարդկանց գրելավոճը մի փոքր տարբերվում է մեր խոսելավոճից, բայց լսեք։ Սա զարմանալի է։ Թույլտվություն տալով սատանայի ծրագրերի իրագործման համար, Աստված գործեց հետևողականորեն իր բարությունը հայտնելու նպատակով։ Նա երկարաձգեց սատանայի կործանում այն նույն պատճառով, որով եւ հետաձգեց մարդու վերականգնումը, քանի որ նա թույլ տվեց հակամարտություն, որի ընթացքում մարդը կկարողանար ջախջախել իր թշնամուն նույն ազատ կամքով, որով նա տեղի տվեց սատանային, եւ դա հնարավորություն է տալիս մարդուն արժանավայել կերպով վերականգնել իր փրկությունը հաղթանակի միջոցով։ Այս կերպով սատանան նաեւ ստանում է ավելի դառը պատիժ, պարտվելով նրա կողմից, ում նա անցյալում վնաս է հասցրել։ Սրանով իսկ հայտնի է դառնում, որ Աստված շատ ավելի բարի է։ God is discovered to be so much more good. Որքան լավ է։ Աստված արտոնություն է տվել պարտության մատնել մեր թշնամուն, նրա հետ մեր հաշիվները մաքրելով։ Նա ինքան զարմանալի է։ Ասում եմ ձեզ, Աստված այնքան զարմանալի է։ Թշնամին այլևս չի կարող ծաղրուծանակի ենթարկել Աստծո արարչագործության, ինչպես Ադամի անկումից հետո Հիսուսը եկավ եւ մտրակեց սատանային իր տարածքում եւ մեզ էլ հնարավորություն տվեց ավարտելու նրան պատժելու գործը։ Պողոսն ասաց. ես ուրախ եմ, որ չարչարվում եմ ձեզ համար իմ մարմնում, որովհետև ես լրացնում եմ այն, ինչ մնում է Քրիստոսի չարչարանքներից իր մարմնի եկեղեցու համար։ Դուք լսեցիք, թե ինչ ասաց Պողոսը, շատ քարոզիչներ չեն քարոզում այս հատվածը։ Թույլ տվեք կրկին կարդալ այն։ Ես ուրախ եմ, որ չարչարվում եմ ձեզ համար իմ մարմնում, որովհետև ես լրացնում եմ այն, ինչ մնում է Քրիստոսի չարչարանքներից իր մարմնի եկեղեցու համար։ Եթե այս խոսքերը կարդան առանց հասկանալու, ինչ որ մեկը կարող է սխալման մտածել, որ Հիսուսի չարչարանքը բավական չէր մեր փրկությունը կատարելու համար, բայց սա հայհոյություն կլինի։ Այդ իսկ պատճառով շատերը խուսափում են այս հատվածից։ Հիսուսն անձամբ պարտունություն է տվել մեզ ավարտել այն աշխատանքը, որ անհրաժեշտ է նրա արքայությունը մինչև երկրի ծայրերը տարածելու համար։ Սա նման է այն մեծ թագավորի առաքին, որ մեկ այլ երկիր էր գրավել։ Ես պատմում էի դա նախորդ դասին, նա հանձնարարեց իր ծառաներին գնալ եւ գրավել այն ամրոցներն ու բերդերը, որ թշնամին կառուցել էր, երկրին ուժով տիրելու համար։ Սա պատերազմ է։
Հիսուսը տվեց մեզ արտոնություն ավարտել իր առաջադրանքը։ Այդ ընթացքում կա հակառակություն, որ չարչարանքի առաջացնում, բայց այդ չարչարանքը տանում է մեզ հաղթանակի։ Շատ կարևոր է հիշել, որ ցանկացած դժվարություն, որին դու բախվում ես, ինչ որ մեկն արդեն հաղթահարել է։ Պետրոսն ասում է. «Եղեք ուժեղ ձեր հավատքի մեջ։ Հիշեք, որ ձեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերն ամբողջ աշխարհով անցնում են այդ նույն չարչարանքներով, ինչ դուք, որքան զորավոր է»։ Oh, that's powerful. 1 Peter. Առաջին Պետրոս 5:9 չարչարանք, որը պատահում է հաղթանակի ճանապարհին։ Ահա թե ինչի մասին է նա խոսում։ Այն չարչարանքի, որ պատահում է հաղթանակի ճանապարհին, այլ ոչ թե պարտված եւ ընկճված կյանքի, ինչպես ոմանք քարոզում են։ Երրորդ բանը զինված լինելու համար այն է, որ դուք կարող եք երբեք չպարտվել։ Never have to lose. Ղուկասի 10:19-ում Հիսուսն ասաց. «Լսեք, այս բառը բացականչական երանգ ունի, այլ կերպ ասած, լսեք իմ խոսքերը»։ Նա ասում է. «Ես իշխանություն եմ տվել ձեզ, Says, որպեսզի դուք կարողանաք հաղթել թշնամու ողջ զորությանը եւ ոչինչ չի վնասի ձեզ»։ of the enemy, and nothing will hurt you. Այնքան բան է ասված այս խոսքով։ Նախ եւ առաջ լսեք բառը բացականչական երանգով։ Նա չի խոսում զորության ինչ որ չափի մասին, այլ ամբողջ զորության։ Նա չի տալիս մեզ զորության որոշակի չափ, իշխելու թշնամու զորության որոշ մասի վրա, այլ տվել է մեզ զորություն նրա ամբողջ զորության վրա։ Լսեք դասական թարգմանություն է. «Իշխանություն տվի ձեզ թշնամու բոլոր զորության վրա»։ Այս խոսքը համահունչ է Պողոսի աղոթքին Եփեսացիների 1:19-21։ Նա ասաց. «Ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացին, եւ այդ զորությունը ամեն իշխանությունից եւ պետությունից եւ զորությունից եւ տերությունից վեր է եւ ամեն անունից, որ անվանվում է»։ Ալելույա։ Այլ թարգմանության մեջ գրված է շատ ավելի վեր, ոչ թե մի փոքր վեր, այլ շատ ավելի վեր։ Շատ լավ։ Եվս մեկ խոսք որպես հիմնավորում։ Առաջին Հովհաննես 4:4 Դուք Աստծուց եք որդյակներ եւ հաղթեցիք նրանց հակաքրիստոսի ոգիներին, որովհետեւ ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ The anti Հակաքրիստոսի ոգիները բոլոր դժվարությունների պատճառն են։ Մեզանում ապրում է նա, ով պատժել է նրանց։ Պարզապես հիշեք, երբ թշնամին հարձակում է գործում, ցույց տվեք նրան Հիսուսին։ Պարզապես մի քայլ ետ գնացեք եւ ասեք. «Հիսուս, ինչպես ես կարող եմ անել դա, չէ՞ որ դու Քրիստոսի մարմինն եք»։ Այս ձեռքը նույնն է, ինչ այս երեսը։ his face. Այն ունի նույն գենետիկական կառուցվածքը։ Ցույց տալով իմ ձեռքը ես ցույց եմ տալիս ինձ։ I've shown me. Դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ We're the body of Christ. Իմ զորությունը մենք Քրիստոսի մարմինն ենք։ Դուք գիտեք թե որտեղ է դրսևորվում իմ մարմնի ողջ զորությունը, այսինքն ֆիզիկական ուժը, ոչ թե իմ գլխում, այլ իմ մարմնում։ Now, Եթե դուք այս հայտնությունը միացնեք Տեր Տուղյանոսի խոսքերին, ապա կասեք. «Ինչ հրաշալի ծրագիր ունի Աստված ինձ համար»։ Իսկ մենք կրոնական ենք դարձել եւ ամեն ինչ այլ կերպով ենք բացատրում։ Մենք պետք է ուղղակի գոյատևենք, որովհետեւ գալիս է հափշտակության ժամանակը։ Որքան անհեթեթ է։ Սիրելիս, մենք գործում ենք ոչ թե գոյատևման, այլ հարձակման ռեժիմով։ Եթե դուք իսկապես ցանկանում եք իմանալ ճշմարտությունը, ապա սատանան է ապրում գոյատևման ռեժիմով, որովհետև նա պաշտպանվում է դարպասների ետևում։ Դարպասները չեն շարժվում, իսկ մենք շարժվում ենք։ Այդ նա է, որ փորձում է դիմանալ եւ մնալ այստեղ։ amen. Ամեն։ Ամեն։ Now thanks be to God. Բայց շնորհակալություն Աստծուն, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսում։ Որքան հաճախ ենք մենք հաղթանակում։ Մենք հաղթանակում ենք ամեն ժամանակ։ Person. Յուրաքանչյուր մարդ, որ ծնված է Աստծուց, հաղթում է այս աշխարհի ճանապարհները, եւ այն հաղթող ուժը, որ ծնկի է բերում աշխարհը, մեր հավատքն է։ Ինչու՞, որովհետեւ հավատքը հնարավորություն է տալիս ունենալ Աստծո շնորհքը, իսկ շնորհքն Աստծո զենքն է։ Շնորհքը նրա զորավոր զենքն է։ Ամեն։ Number 4, and this closely. Չորրորդ կետը զինված լինելու համար խիստ կապակցված է երրորդի հետ։ Շնորհքը բավական է ցանկացած կռվում հաղթելու համար։ In every battle. The grace Աստծո շնորհքը բավական է ձեր կյանքի բոլոր պայքարներում հաղթող լինելու համար։ of God in your life. Աստծո շնորհքը բավական է ձեր կյանքի բոլոր պայքարներում հաղթող լինելու համար։ Paul the Պողոս առաքյալն անձնական պայքար ուներ։ he talks about it in Նա այդ մասին խոսում է 2 Կորինթացիների 12-րդ I գլխում։ should be exalted above measure. Եվ որ հայտնությունների առավելությամբ չհպարտանամ կամ չափից ավելի չբարձրանամ,
մարմնիս համար խայտ, փուշ կամ տատասկ տրվեց ինձ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծի, որ չգոռոզանամ կամ չափից ավելի չբարձրանամ։ Այս խոսքը հակասական մեկնություններ է ունեցել եւ անկեղծ ասած ես նույնիսկ չեմ հասկանում դրա պատճառը։ Եթե մարդիկ պարզապես կարդան Աստվածաշունչը, ապա ոչ մի տարաձայնություն չի լինի, բայց դժբախտաբար ավանդույթը եւ կրոնական քարոզիչները տարաձայնություններ են առաջացրել։ Առաջին տարաձայնությունը, ով տվեց Պողոսի մարմնի խայթը։ Ես կարող եմ համարձակ ասել, որ Աստված չէր։ Իսկ որտեղից գիտեմ։ Որովհետև Հակոբոս առաքյալն ասում է. «Մի խաբվեք, այնպես որ եթե դուք ցանկանում եք խաբվել, մի հավատացեք սրան»։ Ես կարծում եմ, որ խաբեությունը սարսափելի բան է։ Խաբեությունը մի խնդիր ունի, այն խաբում է մարդուն։ Խաբված մարդը սրտանց հավատում է, որ ճիշտ է, երբ իրականում սխալ է։ Դա սարսափելի է, այնպես որ Հակոբոսն ասում է. «Ուզում եք ազատ լինել խաբեությունից, չէ՞ որ դուք չեք ցանկանում խաբված լինել։ Լսեք, թե ինչ եմ ասելու, եղբայրներ, ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում, լույսի հորից, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուկ չկա։ Այնպես որ մենք խաբված ենք, եթե մտածում ենք, որ Աստծուց գալիս է որևէ բան, որ բարի կամ կատարյալ չէ, իսկ սատանայի հրեշտակը հաստատ բարի չէ։ Ինչ որ մեկը կարող է հակառակվել ասելով, դրա նպատակն էր, որպեսզի Պողոսը չհպարտանար, բայց լսեք Հակոբոսի 1:13-ի շարունակությունը։ Հակոբոսն ասում է. «Աստված անթափանցելի է չարի համար, եւ նա չարիք չի դնում ոչ մեկի ճանապարհին։ Նա չէ չարիքի հեղինակը»։ Ամեն։ Ամեն։ Նայեք վերջին արտահայտությանը, Աստված չարիք չի դնում ոչ մեկի ճանապարհին։ Համոզվեք սրանում։ Ցանկացած չարիք, որ կա ձեր կյանքում, Աստծոց չէ։ Երկրորդ տարաձայնություն առաջացնող հարցը, որի համար ես մի քիչ ավելի ժամանակ կտրամադրեմ, հետևյալն է. ինչ էր Պողոսի մարմնի խայթը կամ տատասկը։ Որոշ ուսուցիչներ ասում են, որ դա հիվանդություն էր, աչքերի հետ կապված խնդիր կամ այլ մարմնական տկարություն։ Նրանք սխալմամբ եզրակացնում են սա Պողոսի հետևյալ խոսքերից. Երկրորդ Կորինթացիների 12:8-9։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան հեռացնի ինձանից, եւ նա ինձ ասաց. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է կատարվում»։ Բոլորդ ասեք. տկարություն։ Արդ ավելի հոժարությունով իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում։ Ես ընդգծեցի տկարություն բառը։ Եկեք նայենք այս բառը հունարենում։ Սա ասթենիա բառն է։ Նոր կտակարանում տկարություն բառը գրված է 12 անգամ։ Ավետարաններում այն հիմնականում օգտագործում է ֆիզիկական տկարությունը կամ հիվանդությունը նշելու համար, սակայն առաքյալների նամակներում այն հիմնականում նշանակում է մարդկային տկարություն։ Այլ խոսքերով, մեր ինչ-որ բան կատարելու կամ հաղթելու անկարողությունը։ Նման դեպքերում այդ խոսքը ընդհանրապես կապ չունի ֆիզիկական տկարության հետ։ Շատ լավ, ես կկարդամ եւս մեկ օրինակ Հռոմեացիների 8:26-ը։ Հիշեք, նոր կտակարանում այն հանդիպում է 12 անգամ։ Այնպես էլ հոգին օգնում է մեր տկարություններին։ Այս եւ նախորդ հատվածում օգտագործվում է նույն հունարեն տկարություն բառը։ I'm going to give you one of the occurrences. Remember, it occurs 12 times in the New Testament. Here's one of the occurrences in Romans 8. Սուրբ հոգին օգնում է մեր տկարություններին, The Spirit also helps որովհետեւ թե ինչ բանի համար պիտի աղոթ կանենք, ինչպես արժան է չգիտենք, բայց ինքը հոգին անբարբար հառաչանքներով բարեխոս է լինում։ The Holy Spirit helps. Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ բոլոր քրիստոնյաները չեն, որ ունեն ֆիզիկական տկարություններ կամ հիվանդություններ։ We should pray as we ought, but the Spirit Այնպես որ երբ Պողոսն ասում է, այնպես էլ հոգին օգնում է մեր տկարությունների, նա խոսում է մեր մարդկային անկարողության մասին։ don't have physical Իսկ ինչ է մարդկային անկարողությունը, այն է, որ մենք չգիտենք ինչպես աղոթել։ Օրինակ, իմ մայրը հենց հիմա Վերո բիչում է weaknesses or Ֆլորիդայում։ Միգուցե նա ինչ-որ խնդրի առջև է կանգնած։ of not knowing how to pray. Իսկ ես չգիտեմ այդ մասին։ Դա իմ անկարողությունն է, որովհետև իմ միտքը չգիտի, թե ինչ է կատարվում նրա հետ, բայց Սուրբ Հոգին գիտի, այնպես որ նա կարող է օգնել ինձ իմ անկարողության մեջ եւ առաջնորդել, որպեսզի աղոթեմ նրա համար։ The Holy Spirit does. So he can help me with my inability and put it in my heart to pray for her. Ահա թե ինչի մասին է Պողոսը խոսում։ Նա ասում է, որ իմ անկարողությունը հաղթահարվում է նրա կարողությամբ։ Դուք հասկանում եք սա։ Լավ, թույլ տվեք կարդալ մեկ այլ խոսք։ Another scripture. Եբրայեցիների 4:15, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել։ Այստեղ օգտագործում է այն նույն բառը, որ կա 2 Կորինթացիներում, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։
Տկարությունն այստեղ վերաբերում է մարդկային անկարողություններին, քանի որ դրանք հակադրվում են Աստծո կարողությանը։ Խոսքն այստեղ հիվանդության մասին չէ։ Դուք ինձ հետ եք, այնպես որ վերադառնանք Պողոսի խոսքերին։ Այստեղ ես ավելի ակադեմիական մոտեցում եմ ցուցաբերում, բայց պատճառն այն է, որ ես պետք է ապացուցեմ այս կետը։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան հեռացնի ինձանից։ Եվ նա ինձ ասաց. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում»։ Այդ իսկ պատճառով Պողոսն ասում է. «Արտավելի հոժարությունով իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում»։ Բոլոր այս հատվածներում տկարություն բառը նույն հունարեն ասթենյան է։ Ես կկարդամ 9-րդ խոսքը տարբեր թարգմանություններից։ Թույլ տվեք ասել, թե ինչպես կարող է թարգմանվել այս հատվածը։ Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում, քո մարդկային անկարողության մեջ։ Պողոսն ասում է. «Արտավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում»։ Միթե այժմ այս խոսքն ավելի հասկանալի չէ։ Եթե մենք այս խոսքը կարդանք այնպես, ինչպես որոշ քարոզիչներ կարդացել կամ թարգմանել են, ապա կստացվի հետևյալը. «Իմ զորությունն առավել արդյունավետ է, երբ դու ֆիզիկապես տկար ես»։ Այնպես որ եթե Քրիստոսը շարունակում է տալ ինձ իր զորությունը, ես ուրախությամբ կպարծենամ, թե որքան հիվանդ եմ։ Հուսով եմ այսքանից հետո դուք տեսնում եք, թե որքան հիմար բացատրություն է սա։ Contemporary English թարգմանության մեջ գրված է. «Իմ զորությունն առավել արդյունավետ է, երբ դու տկար ես»։ Այնպես որ եթե Քրիստոսը շարունակում է զորություն տալ ինձ, ես կպարծենամ այն մասին, թե որքան տկար եմ ես։ Եկեք կանգ առնենք այստեղ, եկեք կարդանք ամբողջ հատվածը համատեքստով։ Չեք կարծում, որ սա լավ միտք է։ Նախորդ գլխում նա պատմում է իր տկարությունների կամ մարդկային անկարողության մասին։ 5 անգամ ինձ 39 մտրակի հարված են տվել հրյաները, 3 անգամ մտրակել են հռոմեացիները եւ 1 անգամ քարկոծվել եմ։ 3 անգամ ենթարկվել եմ նավաբեկության եւ 1 անգամ էլ 24 ժամ անցկացրել եմ ջրում։ Իմ բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում ես վտանգի մեջ եմ եղել գողերից, իմ սեփական ժողովրդից եւ հեթանոսներից։ Ես վտանգների եմ հանդիպել քաղաքներում, անապատ վայրերում, բարձր ծովերում եւ կեղծ ընկերների կողմից։ Ես ծանր աշխատանք եմ կատարել, հաճախ անքուն եմ մնացել, եղել եմ քաղցած, ծարավ եւ անօթևան։ Եթե ես պետք է պարծենամ, ապա կպարծենամ այն բաների համար, որոնք ցույց են տալիս, թե որքան տկար եմ ես։ Այստեղ գրված է նույն հունարեն բառը։ Ուրեմն ո՞րն է նրա տկարությունը։ Այն, որ նա անկարող էր դիմանալ այդ ամենին։ Դուք հասկանում եք, խոսքն այստեղ աչքերի կամ մարմնի հիվանդության մասին չէ։ Լավ, Պողոսի համար անհնար էր իր սեփական կարողությամբ կանխել կամ դադարեցնել այս անսպասելի դժվարությունները։ Այդ իսկ պատճառով նա գրում է. «Ես կպարծենամ այն բաների համար, որոնք ցույց են տալիս, թե որքան տկար եմ ես»։ Մեկ քայլ առաջ գնալու համար եկեք տեսնենք, թե ինչպես է մարմնի խայտ կամ տատասկ արտահայտությունն օգտագործում Սուրբ գրքի այլ հատվածներում։ Աստվածաշնչում այս արտահայտությունը կրկին գրված է 3 անգամ, եւ 3-ն էլ գտնվում են Հնգամատյանում, 5 կտակարանի առաջին 5 գրքերում։ Թույլ տվեք պարզապես մեկ օրինակ կարդալ, թվոց 33:55։ Եթե այն երկրի բնակիչներին ձեր առջևից չքշեք, այն ժամանակ, որին որ նրանցից ողջ եք թողել, ձեր աչքերի համար փշեր եւ ձեր կողերի համար տատասներ կլինեն եւ կնեղեն ձեզ։ Սա որևէ կապ չունի հիվանդության հետ։ Այս հատվածը Քանանի բնակիչների մասին է, որոնց նրանք կարող են թողնել այդ երկրում։ Պողոսն Աստվածաշնչի գիտակ էր եւ նա պետք է որ օգտագործեր այս տերմինն այնպես, ինչպես Մովսեսը։ Տեսնում եք, թե որքան անհեթեթ է սա։ Այս հարցի շուրջ երբեք չպետք է որևէ վեճեր լինեին, բայց այս հատվածում կա մի բան, որ ես շատ եմ սիրում։ Այն պատմում է հիմնավոր փոփոխության մասին Պողոսի կյանքում։ Բոլորդ ասեք, հիմնավոր փոփոխություն։ Պողոսը ճիշտ չէր որոշել իր խնդիրը։ Երրորդ աղոթքից հետո Տերը վերջապես ասաց. «Ես կլուսավորեմ նրան»։ Եվ ահա թե Աստված ինչ ասաց Պողոսին. «Միթե դու դեռ չհասկացար, Պողոս, ես տվել եմ քեզ իմ շնորհքը, զորությունը թշնամու բոլոր ուժերի դեմ։ Այնպես որ իմ շնորհքը այն ամենն է, ինչ անհրաժեշտ է քեզ, քանի որ այն դրսևորում է իմ զորությունը ցանկացած իրավիճակում, որը դու չես կարող հաղթել քո մարդկային կարողությամբ։ Այլ խոսքերով, որքան մեծ լինի հակառակությունը, այնքան քո կյանքում ավելի մեծ կլինի իմ շնորհքի զորացման դրսևորումը, եթե դու պարզապես հավատաս»։ Եվ հենց որ Պողոսը հասկացավ սա, նա հիմնավոր փոփոխություն վերապրեց։ Ինչ է նշանակում հիմնավոր փոփոխություն, դա մտածելակերպի ծայրահեղ շրջադարձային փոփոխություն է։ Պողոսը հիմնավոր փոփոխություն վերապրեց, եւ դա երևում է հենց այս հատվածում։ Նա այլևս չի խնդրում, որպեսզի դժվարությունները հեռանան, փոխարենը խանդավառությամբ գրում է. «Լսեք, դուք պատրաստ եք»։ Այդ պատճառով ես հավանել եմ։ Լավ, ես ցանկանում եմ, որ այս խոսքերը խորը արմատ գցեն ձեր ներսում։ Ես հավանել եմ տկարությունները, թշնամանքները, վշտերը, հալածանքները եւ նեղությունները Քրիստոսի համար, որ երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Այլ խոսքերով, հենց իմ մարդկային անկարողության ժամանակ է, որ Աստծո շնորհքը ներխուժում է եւ վեր է բարձրացնում ինձ իմ մարդկային անկարողությունից։ Դուք ինձ հետ եք։ Ընդլայնված թարգմանության մեջ գրված է. «Ես անչափ ուրախ եմ եւ հաճույք եմ ստանում»։
Century English թարգմանության մեջ գրված է. Ես ուրախ եմ, Պողոսը մազոխիստ չէր, պարզապես նա հասկացել էր, որքան մեծ է պատերազմը, այնքան մեծ է շնորհքի զորությունը եւ այնքան ավելի մեծ է հաղթանակն իմ թագավորի եւ թագավորության համար։ Դուք հասկանում եք, ո Աստված իմ, այնպես որ ավելի մեծ դիմադրությունը, ես կկարդամ այս հատվածը, ավելի մեծ դիմադրությունը պահանջում է ավելի մեծ ուժ, հաղթելու համար, որի արդյունքում հաղթանակն ավելի փառավոր է դառնում։ Շատերը ոչ մի դեպքում չեն ցանկանա մեծ դժվարության մեջ հայտնվել։ Այն ճշմարտությունը, որ հայտնաբերեց Պողոսը, խորապես արմատացած չէ նրանց սրտերում։ Նրանք չեն հասկանում, որ ողջ հակառակությունն ընդամենը հնարավորություն է երկու բանի համար։ Առաջինը նրանցում կդրսևորվի ավելի մեծ զորություն, երկրորդը նրանք կվերապրեն աճ, բարձրանալով հասունության եւ Քրիստոսի մեջ իշխանության հաջորդ մակարդակը։ Աստծուց ունեցած այս խոսքը լիովին փոխեց Պողոսի պատկերացումը։ Երկրորդ Կորինթացիների թուղթը նա գրել է մեր թվարկության 56 թվականին, իսկ մի քանի տարի անց գրվեց Հռոմեացիների թուղթը։ Ուշադրություն դարձրեք, թե այս թղթում որքան է փոխվել նրա վերաբերմունքը այս բաների նկատմամբ, ով կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց, արդյոք չարչարանքը, դժբախտությունը կամ փորձանքը, թե որևէ աղետ կամ տառապանք, թե հալածանք կամ սով կամ զրկանք, վտանգ թե սուր, սակայն այս ամեն բաների մեջ մենք ավելի ենք, քան հաղթողներ եւ գերազանց հաղթանակ ենք տանում նրա միջոցով, ով սիրեց մեզ։ Նրա պատկերացումը լիովին փոխվեց եւ մենք տեսանք, թե ինչպես դա տեղի ունեցավ երկրորդ Կորինթացիների թղթում։ Այնպես որ Պողոսի դիրքորոշումն այժմ այսպիսին էր. թող հակառակությունը գա, որպեսզի ես կարողանամ ավելի մեծ հաղթանակի հասնել Քրիստոսի մեջ։ Ահա թե ինչպես կավարտեմ այս դասը։ Փորձություններն այլևս մի դիտարկեք որպես խոչընդոտներ, դիտարկեք դրանք որպես հնարավորություններ։ Մենք զինված ենք, երբ հաստատակամ ենք եւ մեր սրտում ու մտքում դժվարությունների նկատմամբ լավատեսորեն ենք տրամադրված։ Մենք զինված ենք, երբ լավատես ենք պայքարի սկզբում, ընթացքում եւ դրանից հետո։ Մենք կարող ենք դրական վերաբերմունք ունենալ, քանի որ փորձություններն այլևս չենք տեսնում որպես խոչընդոտներ, այլ որպես հնարավորություններ։ Թույլ տվեք ավարտել սրանով. եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Կտեսնվենք հաջորդ դասին։ Ինչպես կարող ենք վկայել Աստծո հավատարմության մասին, բայց միևնույն ժամանակ չհավատալ նրա խոսքին։ Այս դասի ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես է ճշմարիտ խոնարհությունը դուր բացում Աստծո զորության համար, իսկ կեղծ խոնարհությունը եւ հպարտությունը մեզ խոցելի են դարձնում թշնամու համար։